Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության տեխնացուներն են այսօր այցելել հաղթանակ զբոսայգի հարգանքի տուրք մատուցելու հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են խոնարել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել իրենց կյանքը հաղթանակին ու խաղաղ ապագային նվիրաբերածների հիշատակը։ Պետք է ունենանք նաեւ վերացնում, պետք է ունենանք նաեւ հաղթանակ եւ անցյալը մոռանալը եւ անցյալը ուրանալը շատ վատ ճանապարհ է։ Այսօրը եւս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան թանկ գնով է ձեռք բերվել խաղաղությունը եւ որքան կարեւոր է պահպանել այն, ասում են նախընտրական ցուցակի պատգամավորության տեխնացուները։ Մեծ նպատակը պետք է լինի նա, որ հետագա սերունդները անպայման հիշեն, որ հայ ժողովուրդը մեծ հայրենական պատերազմում 600,000 մասնակից է ունեցել, շարքային զինվորականներից սկսած մինչև սպաներ, գեներալներ եւ մարշալներ։ Հաղթանակի միջոցառումն ավարտվել է հերոսության, հիշողության եւ խաղաղության խորհրդանիշ մայիսի 9-ի պատգամի վերաիմաստավորմամբ, պատգամ, որը նույն ընդհանուր հիշողության շուրջ է միավորում սերունդներին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։